Այսօր մենք ունենք մի հրաշալի թեմա, որը կոչվում է դոմինանտ սեպտակորդ։ Դոմինանտ սեպտակորդը ակորդ է, որը կառուցվում է մաժորի և հարմոնիկ մինորի 5-րդ աստիճանին։ Ինչպես հիշում եք, 5-րդ աստիճանը կոչվում է դոմինանտը, հետևաբար ակորդը կկոչվի դոմինանտ սեպտակորդ։ Իսկ ինչ է նշանակում սեպտակորդ։ Սեպտակորդը դա 4 հնչյուններից բաղկացած ակորդն է դասավորված տերցիաներով, որտեղ հիմքի և գագաթի հնչյունը կազմում են սեպտիմա ինտերվալը։ Ինչպես հիշում եք, սեպտիմա ինտերվալը դա դիսոնանս ինտերվալ է, հետևաբար մեր սեպտակորդը կլինի դիսոնանս։ Եկեք հասկանանք ինչ է նշանակում ակորդ։ 3 և ավել հնչյուններ վերցված միաժամանակ կոչվում է ակորդ։ Մեր ակորդը կոչվում է սեպտ ակորդ։ Ինչու՞։ Հիմքի և գագաթի հնչյունները սեպտիմա է կազմում։ Դրա համար էլ մեր ակորդը կկոչվի սեպտ ակորդ։ Իսկ ինչու դոմինանտ սեպտակորդ կռահում եք արդեն, քանի որ դոմինանտայի վրա է կառուցվում, կկոչվի դոմինանտ սեպտ ակորդ։ Հիմա հասկանանք մեր դոմինանտ սեպտակորդի կառուցվածքը։ Հիշում եք, ես ասացի, որ մեր սեպտակորդը 4 հնչյուններից բաղկացած ակորդներ դասավորված տերցիաներով։ Հիմա կառուցվածքը։ Նայեք, առաջին տերցիան մեծ տերցիա է, երկրորդ տերցիան փոքր տերցիա է, երրորդ տերցիան փոքր տերցիա է ևս։ Այսինքն կառուցվածքը մեծ տերցիա գումարած փոքր տերցիա գումարած փոքր տերցիա։ Կամ մաժոր եռահանչյուն, այսինքն մեծ տերցիա պլյուս փոքր տերցիան դա մաժոր եռահանչյունն է։ Մաժոր եռահանչյուն գումարած փոքր տերցիա։ Սա էլ մեր դոմինանտ սեպտակորդի կառուցվածքն է։ Ինչպես բոլոր սեպտակորդները, քանի որ մեր դոմինանտ սեպտակորդը մաժորային տրամադրություն ունի, բայց սեպտիման ինքը դիսոնանս ակորդ է սեպտակորդը, հետևաբար ունի կարիք լուծման։ Մեր դոմինանտ սեպտակորդը լուծվում է տոնիկական տերցիայի մեջ կամ տոնիկական թերի եռահանչյան մեջ։ Ինչու թերի, քանի որ կվինտային աստիճան չունի, փոխարենը եռապատկվում է տոնիկա։ Եկեք մի քանի տոնայնություններում կառուցենք դոմինանտ սեպտակորդ և լուծենք։ Եկեք դո մաժոր գամմայում կառուցենք դոմինանտ սեպտակորդ և լուծենք։ Դո մաժոր գամմայի 5-րդ աստիճանը պետք է գտնենք, դո մաժորը նշան չունի, ինչպես հիշում ենք, դոն առաջինն է, ռեն երկրորդը, մին երրորդը, ֆան չորրորդը, 5-րդը սոլն է։ Հետևաբար 5-րդ աստիճանի վրա էլ կկառուցենք դոմինանտ սեպտակորդը, դոմինանտան գտանք սոլն է։ Դոմինանտ սեպտակորդի կառուցվածքն է մաժոր եռահանչյուն գումարած փոքր տերցիա, կամ մեծ տերցիա գումարած փոքր տերցիա գումարած փոքր տերցիա։ Սա մեր դոմինանտ սեպտակորդի կառուցվածքն է։ Քանի որ եզրի հնչյունները շատ դիսոնանս են, հնչողությամբ լարված նրանց, պետք է լուծել դեպի կայուն աստիճաններ։ Եկեք լուծենք կայուն աստիճաններ մեր։ Ֆան գնում է դեպի կայուն աստիճան մի, հիշում եք, դո մաժորի կայուն աստիճանները դո, մի, սոլն է։ Հիմա ֆան լուծվում է դեպի մի, քանի որ ավելի մոտիկ է մի հնչյունը, երրորդ աստիճանի մեջ է լուծվում։ Երկրորդ աստիճանը ռե լուծվում է դեպի դո, 7-րդ աստիճանը սի լուծվում է դեպի դո, սոլն էլ կայուն հնչյուն է, հիշում եք, դո, մի, սոլն է, չէ՞ մեր կայուն աստիճանները, բայց սոլը ևս լուծվում է դեպի տոնիկան, այսինքն եռապատկում ենք մենք տոնիկան, դոմինանտ սեպտակորդի լուծման ժամանակ եռապատկվում է տոնիկան, ստացվում է սոլ, սի, ռե, ֆա, մի, դո, տոնիկական տերցիայի մեջ ենք լուծում։ Եկեք դո մինորը վերցնենք, հիշում եք դո մինոր գամման ունի 3 բեմոլ, դո, ռե, մի բեմոլ, ֆա, սոլ, լա բեմոլ, սի բեմոլ, դո, բայց մենք հիշում եք բնական մինոր գամմայում չենք կառուցում դոմինանտ սեպտակորդ, ինչու, միայն հարմոնիկում, որ ստացվի մեր դոմինանտ սեպտակորդի կառուցվածքը։
Ուրեմն դո մինորում սի ոչ թե սի բեմոլ, այլ սի բեկար 7-րդ աստիճանը բարձրացրած կես տոն։ Ստացվում է դոյի 5-րդ աստիճանը 1, 2, 3, 4, 5, սոլ հնչյունն է։ Սոլից կառուցում ենք դոմինանտ սեպտակորդ։ Հիշում եք կառուցվածք մաժոր եռահնչյուն գումարած փոքր տերցիա։ Ոչ թե սի բեմոլ, այլ սի բեկար հիշեցնեմ, որ 7-րդ աստիճանը բարձրացնում ենք։ Միայն մինորում կառուցում ենք հարմոնիկում։ Սոլ, սի, ռե, ֆա, ֆան գնում է մի բեմոլ։ Ինչու՞, որովհետև դո մինորում մենք ունենք մի բեմոլ նշանը։ Մի բեմոլ, ռեն գնում է դո, սին բարձրանում է դո, սոլը եւս դո։ Ստացվում է Sol, si, re, fa, mi bemol, do։ Սա դո մինորում կառուցված դոմինանտ սեպտակորդն է։ Եկեք վերցնենք ռե մաժոր եւ ռե մինորը։ Ռե մաժոր ունի երկու դիեզ, ֆա դիեզ եւ դո դիեզ։ Հիշեցնեմ, ռե մի ֆա դիեզ սոլ ლა սի դո դիեզ ռե։ Ռե մաժորի 5-րդ աստիճանը գտնենք։ 1, 2, 3, 4, 5, որ հնչյունն է ստացվում։ Լան, լայի վրա էլ կկառուցենք լավ։ Մաժոր եռահանչյուն գումարած փոքր տերցիա, մեծ տերցիա, փոքր տերցիա, փոքր տերցիա։ Դոմինանտ սեպտակորդ։ Եկեք մի մաժոր գամմայում եւ մի մինոր գամմայում եւս կառուցենք դոմինանտ սեպտակորդ եւ ավարտենք։ Ես հույս ունեմ, որ դուք հասկացաք արդեն թեման։ Մի մաժորում մենք գտնում ենք 7-րդ աստիճանը։ Հիշենք, քանի նշան ունի մի մաժոր գամման, մի ֆա դիեզ սոլ դիեզ լա սի դո դիեզ ռե դիեզ մի 4 դիեզ ունի։ Հիշեցինք, 5-րդ աստիճանը գտնենք 1, 2, 3, 4, 5, ստացվում է սի հնչյունը, սի, ռե դիեզ, ֆա դիեզ, լա, նայեք մաժոր եռահնչյուն գումարեց փոքր տերցիա, լան լուծվում է դեպի սոլ դիեզ կայուն, ֆա դիեզը իջնում է դեպի տոնիկա, քանի որ երկրորդը միշտ ձգտում է դեպի առաջին, 7-րդը անշուշտ ձգտում է դեպի տոնիկան, սին եւս բարձրանում է դեպի տոնիկան, եռապատկելով մեր առաջին տոնիկական աստիճանը, տոնիկան։ Սի, ռե դիեզ, ֆա դիեզ, լա, սոլ դիեզ, մի։ Սա մի մաժորներ, մի մինորը ունի ընդամենը ֆա դիեզ, բայց մինորում հիշում եք, միայն հարմոնիկում ենք մենք կառուցում, ուրեմն ունենք նաև ռե դիեզ, ստացվում է մի ֆա դիեզ սոլ ლა սի դո ռե դիեզ մի ռե դիեզ դո սի լա սոլ ֆա դիեզ մի, սա մեր մի մինոր գամման է։ 5-րդ աստիճանը կներեք դոմինանտան սի հնչյունն է կրկին, ստացվում է սի ռե դիեզ ֆա դիեզ լա սոլ մեկար մի Մեր դոմինանտ սեպտակորդը նաև կառուցում ենք հնչյունից։ Եկեք ինչ-որ հնչյուն վերցնենք եւ կառուցենք։ Օրինակ ֆա հնչյունից եկեք վերցնենք։ Ֆա լա դո մի բեմոլ։ Ինչու՞, որովհետեւ ֆա լա դոն սա մաժոր եռահնչյուն է, մի բեմոլը գումարած փոքր տերցիա, մեծ տերցիա, փոքր տերցիա, փոքր տերցիա։ Մի բեմոլ ուր է գնում դեպի ռե, դոն գնում է ոչ թե սի, այլ սի բեմոլ, որովհետև մենք ունենք մի բեմոլ, չէ։ Սի բեմոլը կլինի մեր տոնիկան, սի բեմոլ լյան եւս ձգտում է դեպի տոնիկան, 7-րդ աստիճանը միշտ լուծվում է դեպի տոնիկան։ Սի բեմոլ եւ ֆան կայուն աստիճան է, բայց եւս լուծվում է դեպի սի բեմոլ։ Ստացվում է ֆա լա դո մի բեմոլ, ռե սի բեմոլ, սի բեմոլ, սի բեմոլ։ Մեր տոնիկան կստացվի սի բեմոլ մաժոր։ Եկեք մի ուրիշ հնչյունից վերցնենք։ Ինչ հնչյունից վերցնենք։ Մի հնչյունից վերցնենք, հույս ունեմ չենք կառուցել։ Լա մաժոր։ Լավ։ Մի սոլ դի սի ռե, նայեք մաժոր եռահնչյուն վերցրեցի, եւ գումարեցի փոքր տերցիա։ Նայեք, ռեն կգնա դեպի դո դիեզ, սին կգնա դեպի լա, սոլ դիեզը կբարձրանա դեպի լա, մին եւս կբարձրանա դեպի լա։ Ստացվում է մի սոլ դիեզ սի ռե,
դո դիեզ լա լա լա։ Հիշեք, մին դա կլինի տոնայնության 5-րդ աստիճանը, դոմինանտան։ Եթե սա 5-րդն է, կարակ 5 աստիճան ներքև իջնեք, կստանաք լա։ Բայց միևնույն է, մեր դոմինանտ սեպտակորդը միշտ եռապատկում ենք տոնիկան։ Ուրեմն լան էլ հուշում է մեզ տոնայնությունը։ Կարող ենք նայեք, լուծել այսպես. մի սոլ դե սի ռե դո լա լա լա, սա լա մինորը կստացվի։ Յուրաքանչյուր հնչյունից դուք կարող եք կառուցել դոմինանտ սեպտակորդ հիշելով կառուցվածքը, մաժոր եռահնչյուն գումարած փոքր տերցիա եւ լուծել տոնիկայի մեջ։ Եթե մաժորը կլինի մեծ տերցիայի մեջ ենք լուծում, եթե մինորը կլինի փոքր տերցիայի մեջ ենք լուծում։